Պարոն Ղուկասյան, մարտի 15-ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, բուռն է մեկնարկել, նախ դուք ինչպես կգնահատեք նախընտրական պայքարը ձեր եւ ձեր քաղաքական, այսպես ասած, հակառակորդների միջեւ։ Հակառակորդները, ինչքան զգում եմ, չափի մեջ են ուզում պահել իրենց, բայց ստիպում են իրենց, որ Երևանի իրենց վերադաս կառույցները, ուրեմն ուզում են խառնել իրար, ես տեսնում եմ դա, կողքից են պատգամավորները, բաները ուրեմն անձնական դաշտ են մտնում, որը չնայած իրենց ձեռագիրն է, ինչ ասեմ, դրանց դաստիարակությունը այդպեսին է, բայց հիմա մենք աշխատում ենք, որ խաղաղությամբ լինի եւ չափի մեջ լինի։ Պարոն Ղուկասյան, տեսեք, ասում եք փորձում են չմտնել անձնական դաշտ կամ ոմանք կան մտնում են, բայց այս վերջին մի քանի օրը մեկը Թուրքիայի քաղաքացիության հարցն է բարձրաձայնում, կեցության քարտոնի, այն մյուսը ասում է թեկնածուների առաջին համարի մեկի հայրը ունի վաշխառու է, տոկոսով գումար է այսպես ասած տալիս։ Սա ընդհանրապես ընտրապայքար է, թե ռազմորկա է։ Ես չգիտեմ, թե ճիշտ ասած չեմ էլ հետևել, որ այդպեսի բան ասեմ, որ որևիցե մեկի հայրը, չգիտեմ, տոկոսով գումար է տալիս, բան, դա չեմ լսել, ես։ Հա, ընդհանրապես մեկի մի բան գիտեմ, եթե անուն են տալիս, եթե ասում են ինչ-որ մի բան, թող անունները տան։ Դա ավելի ճիշտ է, որովհետև այստեղ 9 հոգի են, որևիցե մեկի, դե արի հասկացայի, այդ 9-ից ով է դա։ Ընդհանրապես խորհուրդ կտամ, որ եթե որևիցե մեկի անունը տալի բանա, մեկի համար բան են ասում, թող կոնկրետ անունը տան։ Բայց չգիտեմ ես ով է ասել դա։ Սարիկ Մինասյանը նկատի ուներ դեմոկրատական այլընտրանքուսակցության առաջին համարին, Արտեմ Ղարաղազարյանին, որը այսօր ասուլիս է հրավիրել հրատապ ու ասեց, որ ունեցել է կեցության քարտ, մուտքի եւ ելքի դուրս գալու, քանի որ ինքը բիզնեսներ ունի, իսկ փոխադարձ դեմոկրատական այլընտրանքուսակցության ղեկավարը ասաց, որ տեխնատուներից մեկի հայրն էլ տոկոսով գումար է տալիս։ Հիմա ասեց մենք էլ ժամանակ ենք տալիս։ Այդ հասկացնում էր Սարիկին, հա, հավանական։ Դե չգիտեմ, ես ճիշտ ասած չգիտեմ ով ինչ է անում, բայց երբ պետք եղնի արակաշկով կճշտենք մենք, կիմանանք թե ով է տոկոսով գումար տալիս կամ ով ինչ է անում, բայց հիմա ինձ դա չի հետաքրքրում։ Ես կոնկրետ այդքան չեմ ուզում մանրանալ։ Ես մի բան եմ որդեգրել, ասում եմ ինչ որ արել եմ, ցույց եմ տալիս, եթե մարդիկ մոռացել են ու ինչ պետք է անեմ։ Եվ ուզում եմ չափի մեջ մնալ, բոլորի նկատմամբ, ընդհանուր առմամբ իմ ապրած կյանքն է դա, բայց եթե որևիցե մեկն էլ մի բան է ասում, ես իրենից կպահանջեմ, որ դու ինչ ես այս խոսքերն ասել։ Պարոն Ղուկասյան, տեսեք, երեք քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր ազգային ժողովի Վահագն Ալեքսանյանը ասաց, որ մարդիկ, ովքեր ընտրում են քաղաքացիական պայմանագրին, ընտրում են ՔՊ-ին, իսկ մարդիկ, ովքեր ընտրում են օրինակ Ռուբեն Մխիթարյանին, Մարտուն Գրիգորյանին, Կարեն Սիմոնյանին, ընտրում են Վարդան Ղուկասյանին, իսկ Վարդան Ղուկասյանին ընտրելով հետ են բերում Ռոբերտ Քոչարյանին։ Ուրեմն դա բացարձակ սուտ է, լկտի սուտ է, որովհետև բոլորը գիտեն, որ եթե այդպես լիներ, ես Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունով հանդես կգայի, կամ ասենք մենք իրար հետ կշփվեինք, կամ այս կանը Ռոբերտ Քոչարյանը միտինգներ անցկացրեցին, բան արեցին, ես այնտեղ մասնակցած կլինեի եւ հավանական է իրենք ինձ վերջապես ես այդպես աննկատ չէի կարող լինել ու այդքան ձեռըմպա մնալ ընդհանուր առմամբ։ Բոլորը գիտեն, որ մենք տարիներով իրար չենք տեսել։ Այս վերջի անգամ ենք Ռոբերտ Քոչարյանին տեսել, բանում, դատարանում, որ երկուս էլ ինչ-որ դատական խնդիրներ ունենք, մենք այնտեղ իրար տեսել ենք։ Ես իրենից չեմ փախչում, между прочим, դա էլ ասեմ, Ռոբերտ Քոչարյանից չեմ փախչում, բայց խաչն ու ավետարանը վկա, մենք ես իրար հետ քաղաքական առումով հիմա մենք կապ չունենք իրար հետ։ Ես ասել եմ, ես իրեն հարցեր ունեմ տալու։ Մինչև այդ հարցերի պատասխանը ես դրական չստանամ, ես չեմ կարող ինձ բան անել, որ ես Ռոբերտ Քոչարյանին թիմակից լինեմ կամ բան, միանշանակ դա պետք է ես հարցերի սպառիչ պատասխանը ստանամ։ Դրա համար ես բարձրաձայնել եմ եւ եւս մեկ անգամ ասում եմ, բայց եղածների մեջ 4 նախագահների մեջ ես իրեն ավելի շատ եմ հարգում, քան որևիցե մեկին։ Անդրադառնալով նաեւ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, որը անդրադարձել էր երեկվա ձեր հայտարարությանը, թեև դուք քիչ առաջ ասեցիք գյումրեցիները հումոր ունեն, բայց նա ձեզ հակադարձելով ասաց, որ Վարդան Ղուկասյանի տեղը գաղութն է։ Դրանց ապրելակերպն է դա։
Ուրեմն երբ որ մեկի ապրելակերպը նամանավան պետական նմանատիպ կառույցները զբաղեցնողների, ուրեմն խոսքը գաղութն է մարդկանց ուղարկելը եւ ում այդ բարև են տալիս, ասում են ոստիկաններ բռնեք, եթե բռնել տալով են մարդիկ ապրում։ Ու պրիտոմ էլ մեկին էլ ուզում է բան ասի, ախրաննիկներին ասում է թևերը բռնեք, թքեմ սրա երեսին։ Ազգային ժողովի նախագահի մասին է խոսքը։ Հետո ինձ հետ խոսելուց Վարդանիկով է խոսում։ Իսկ ինքը չգիտեմ, այն ժամանակ ասում են ով է եղել դա, որտեղ ինչ է աշխատել, բոլորդ գիտեք։ Հետո առավոտ իմ մեր թորնիկը ինձ զանգ տվեց, ասեց, ուրեմն գիտեք, եկել է բան, զինվորական մի բան, ուրեմն սերժանտական է դբանը, գնացել է զինվորական, չաստը ոնց է կոչում, բանը, զորամաս, Այնքան առավոտվանից խոսել ենք, որ մոռացել ենք Զորամասի անունը։ Վերջը մի Զորամաս է գնացել, այնտեղ տեսել է Արցախի, ուրեմն քարտեզը, շպրդել է էսկոմենկոմ, այս քարտեզը ստեղ չլինի, բան չլինի, հասկացար, մենք դա մեր հողերը չի, այնպես որ այդ քարտեզը չպահեք, ձեզ մոտ էսկոմենկոմ, վերջը այդ մեր տղան էլ Ղուկասյան Վարդան է անունը, ասում է Պաբիկ, ես իր այդ հաց չկերա, իրանք խնդրում էին, որ ինձ այդ հաց ուտեի, ես ասեցի, ես ձեզ այդ հաց չեմ ուտի։ Այսինքն ինքը այդպեսի պահվածք է ունեցել։ Հետո այդ Զորամասում է ինքը ծառայել։ Այնտեղ ինչ ձև է ծառայել, արդեն ինձ տեղեկացրել ես, թե իրեն ինչ էին ասում։ Էլ չեմ էլ ուզում ասել։ Նմանատիպ մարդիկ, որ պատահական չտեսան падերից կախ, տեսան ճատկից կախ, ուրեմն նմանատիպ քաչ նազարները, քաչ նազար ասեմ, թե քաչ նազարներն ասեմ, դրանց վերջը իրանք կիմանան որտեղ կլինի։ Մի քիչ էլ համբերեք, այս պետական կառույցներից դուրս կգաք։ Հետո այնքան անտաշտիրակ են, վերջը դու ազգային ժողովի նախագահ ես։ Վերջը ես այդքան տարիներ աշխատել եմ ու այս քաղաքում 5 անգամ ընտրվել եմ, ժողովրդի ընտրյալն եմ եղել։ Ինձ չես հարկում, այս ժողովրդին գյումրեցիներին հարկի, Վարդանիկով ինձ հետ խոսում է։ Այդ դոգից ինչով ես տարբերվում։ Դոգից սրանք չեն տա, բայց դոգը ավելի դաստիարակված է, քան իրենք։ Ուղղակի այդ դոգը երկ չունի, հայոյանքով է խոսում։ Վերջը այսքան բան։ Ինձանից հեռու։ Ես իրանց հետ ընդհանրապես գործ չունեմ, չեմ էլ ուզել դրանց պատասխանել, բայց որ դրանք խոսում են, ես պատասխանում եմ։ Ես ձեզ գործով կպատասխանեմ, ձեր լեզուն կկարճանա, այս 30-ից հետո դուք ինչ գլուխներդ կախած պիտի մանկաք, որ այդքան պետական ապարատներով նախկին ու ներկա չինովնիկները իրար հետ հավաքված մի տղայի դեմ եք պայքարում ու այնե անցել եք այդ մեթոդների։ Տեսեք սրանց անճարությունը թե ինչ կան է։ Դե հիմա 30-ից հետո կտեսնենք, թե նախկինը հետ վերադառնա, կտեսնենք, թե նախկինին ոնց կբերի ժողովուրդը ու ձեզ էլ կասի, թե ու ձեզ կասի ինքը, ես հետո կսպասեմ, իրանք ձեզ կպատասխանեն։ Այդ իգերով խոսելուն եւ այլն վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներն նաեւ անդրադարձել, ասում էին իրեն Վարդանիկ ու Տավարապետ է հռչակել, միապել նեղվում է, որ Ուրեմն Տավարապետ ասելով ես լավ գիտեմ այդ Տավարապետը, հետո այդ լկտին ով որ այդպես Տավարապետ բանով է խոսում, կարող է մարդը մի տառը կամ էսկոմենկոմ ասի, ես դրա բացատրությունը լավ գիտեմ, դրա աշխատանքը գիտեմ եւ կարող եմ տնտեսության դրանց որ նստեն, բացատրեմ, դաստիարակեմ, աշակերտի պես կարող եմ ես դրանց բացատրական աշխատանքներ տանել։ Եթե հիմա նմանատիպ մարդիկ կարճել են ինչ որ մի տարից ու այդպես ուզում են ժողովրդի ընտրյալին, որ այդքան ժամանակ, այսինքն իրենք չեն հավատում, հարկում ոչ թե ինձ, այլ ամբողջ քաղաքը, որ ես այս քաղաքի ընտրյալն եմ եղել 5 անգամ, 2 անգամ էլ պատգամավոր եմ եղել։ Իրանց դաստիարակությունը երևում է, այդքան բան։ Պարոն Ղուկասյան, դուք եւ Մարտուն Գրիգորյանը վերջերս հանդիպել եք որևէ պայմանավորվածություն։ Ես հավատացեք ոչ մեկին։ Ձեր նախկինում ունեցած լարված հարաբերությունները, քանի որ այսպիսի տեսակետ կա, որ Մարտուն Գրիգորյանի, Վարդան Ղուկասյանի, Ռուբեն Մխիթարյանի ընտրազանգվածները իրար չվնասեն, իրենք կարող են Նիկոլ Փաշինյանին հաղթել Գյումրիում։ Գիտեք մի բան ասեմ ձեզ։ Ուրեմն այո, ոչը ոչ։ Ես ընդհանրապես Եթե մի բան եմ ասում, ինձանից պես պարզ, մակուր ու շիտակ մարդ, դուք որ պատտվեք շատ քիչ կկրնեք, շատ քիչ, որովհետև ես այդպիսին եմ։ Ուրեմն ես ոչ հանդիպել եմ Մարտուն Գրիգորյանի հետ, ոչ մեկի հետ ես հանդիպում չեմ ունեցել, ոչ մեկի հետ այս նախընտրական պայքարի ժամանակ։ Կարող է հետագայում միգուցե հանդիպենք, կարող է եւ հանդիպենք։ Ես չեմ բացառում ոչ մի բան։ Ինչ է պատահել։ Գաբրենք կտեսնենք, թե ով ինչքան ձայն կհավաքի, ով ինչ սկզբունքով,
ուրեմն կառաջնորդվի, դրանից հետո միգուցե կհանդիպենք, միգուցե, ինչ է պատահել։ Եվ վերջում, պարոն Ղուկասյան, դուք բոլորին հայտնի եք որպես աստվածավախ մարդ, քրիստոնյա, բայց այն կուսակցությունը, որով դուք առաջադրվել եք, աթեիստ են, հա, իրենք չեն հավատում Աստծուն։ Սուդ եք խոսում, սուդ է, դա այդպիսի բան չկա։ Այդ կուսակցությունը ինչ որ առաջներում, երբ որ երկիրը ուրեմն հեղափոխություն արվեց, Լենինը դե քրիստոնյա չէր, եւ այդպես իրենք շատ սխալ բան են արել, որ քանդել են եկեղեցիները։ Վերին աշճանի ես դադապարտում եմ, բայց հիմա իրենք բոլորը եկեղեցով մկրտված են, ժամերկություններին, պատարակներին մասնակցում են եւ ընդունում են հայոց եկեղեցին եւ ռուսական եկեղեցին։ Դա սուտ է, այդպիսի բան չկա։